Համացանցում հայտնվել ձեր մասին սկանդալային տեսանյութ, որտեղ խոսում էր, որ դուք եւ ձեր խորհրդին զբաղված եք կոռուպցիայով։ Որ համացանցում տեղադրել է, սցենարիստին հարցրեք, ինքն կասի։ Դուք կարծում եք, որ բացարձակապես մեղավոր եք, անմեղ եք։ Բացարձակապես անմեղ։ Նա երևի ճիշտ ասաց։ Փաստորեն դուք սուպեր նախարարից վերածվեցիք պարզապես նախարարի։ Հիմա ինչպիսին է ձեր հարաբերությունները ներկայիս պետնախագահի հետ։ Շատ նորմալ, շատ լավ։ Բայց չեք զգում, որ դες ռաժալավը տարեցին այսպես ասեմ։ Ինչ ասեմ։ Հիմա այդ ռաժալված բառը ես պատասխան։ Ասացի որ հնարավոր։ Պարոն Խաչատրյան, դուք սկզբում ասում էիք, որ ճիշտ է միացնելը ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը։ Այսօր անջատվեց։ Դե հիմա գիտեք, Սխալ գիտեիք դուք։ ամեն մի ժամանակահատված խնդիր է կոնկրետ լուծելու։ Հիմա եթե որոշում է կայացնում, որ այս բանը պետք է ուրեմն տարանջատվի, նշանակում է պետական պաշտոնյաց պարտավոր են կատարելու։ Ձեր կարծիքը հարցրել են մինչև տարանջատելու որոշում կայացնելը։ Իհարկե քննարկումների ժամանակ անպատասխան ունենալ։ Եվ դուք կողմ եք եղել։ Գիտեք ինչ կան նման դեպքերում պետական պաշտոնյայի կողմ դեմելնելը որովհետեւ նշանակություն չունի։ Պետական պաշտոնյա որտեղ հանձնանում են դեղը պետք է։ Այսինքն Սերժ Սարգսյանը ինքնիազնյա որոշել է, որ պետք